Ողջույն, եկեք քննարկենք արագության հետ կապված մի այսպիսի խնդիր։ Դիցուք ունենք տիեզերանով, որը թռչում է երկրից դեպի լուսին, եւ նրա արագությունը թռիչքի սկզբից x ժամ անց տևում է հետևյալ բանաձևով. f-ը x ժամ անց հավասար է x5 աստիճան գումարած x քառակուսի, այսքան 1000 կմ/ժ։ Եվ մեր խնդիրն է պարզել նախ եւ առաջ, թե որքան ճանապարհ է անցնում տիեզերանավը առաջին 3 ժամվա ընթացքում։ Եկեք նախ փորձենք պատկերել այս արագության ֆունկցիայի գրաֆիկը, հասկանանք թե այն ինչ տեսք ունի։ Եթե վերցնենք արագության արժեքը x հավասար է 0 կետում, f-ը կընդունի 0 արժեքը, այսինքն սկզբնական պահին մեր տիեզերանավը արագություն չունի, այնուհետև արագությունը շատ արագ կերպով այսպես մեծանալու է։ Իսկ ինչ վերաբերում է բացասական x-երին, բնականաբար այդ կետերը չեն քննարկում, քանի որ x-ը 0 պահը ցույց է տալիս շարժման սկիզբը, իսկ դրանից առաջ մեզ հետաքրքիր չէ։ Այժմ եկեք հասկանանք, ինչպես է կարելի հաշվել մարմնի անցած ճանապարհը, ունենալով նրա արագությունը կամ արագության գրաֆիկը։ Ֆիզիկայից մեզ հայտնի է, որ մարմնի անցած ճանապարհը ինչ որ մի տեղամասում, օրինակ տվյալ դեպքում 0-ից մինչև 3 պահերի միջև, հավասար է նրա ֆունկցիայի գրաֆիկի ներքևում եղած մակերեսին այս հատվածի վրա։ Այսինքն, եթե ահա այսպես վերցնենք ֆունկցիայի գրաֆիկը եւ նայենք 0-ից 3 միջակայքում նրա ներքևը գտնվող այս մակերեսը, դա հենց ցույց կտա նրա անցած ճանապարհը։ Եվ հետևաբար այս հարցը, թե որքան ճանապարհ է անցնում մեր մարմինը մեր տիեզերանավը առաջի 3 ժամում, գալիս է նրան հարցին, թե որքան է 0 եւ 3 կետերի միջև այս ֆունկցիայի ներքևում ընկած գրաֆիկի մակերեսը։ Ինչ վերաբերում է մակերեսը հաշվելուն, մենք գիտենք, որ դրական ֆունկցիայի համար նրա գրաֆիկով եւ x-երի առանցքով սահմանափակված պատկերի մակերեսը հավասար է պարզապես այդ միջակայքով 1 նրա ֆունկցիայի որոշալ ինտեգրալի։ Տվյալ դեպքում 0-ից մինչև 3 կետերի միջև մեր f(x) ֆունկցիայի ինտեգրալի։ Եկեք տեղադրենք այստեղ f-ի բանաձևը, ուրեմն x-ի 5 աստիճան գումարած x քառակուսի, կունենանք հետևյալ տեսքի ինտեգրալ, ուրեմն որոշալ ինտեգրալ 0-ից 3, x-ի 5 աստիճան գումարած x քառակուսի dx։ Ինտեգրալը հաշվելու համար կարող ենք օգտվել Նյուտոն-Լայբնիցի բանաձևից կամ ինտեգրալ հաշվի հիմնական թեորեմից, դրա համար անհրաժեշտ է գտնել սրա որևէ նախնական։ Նախնական կլինի օրինակ x-ի 6 աստիճան բաժանած 6 գումարած x-ի խորանարդ բաժանած 3։ Այս ֆունկցիան կարող ենք նաև գրել գումարած c, բայց դրա կարիքը չկա, քանի որ մակերես ենք հաշվում։ Ուրեմն կունենանք հետևյալ արտահայտությունը, հավասար է x-ի 6 աստիճան բաժանած 6 գումարած x խորանարդ բաժանած 3, այս արտահայտության արժեքին x-ը հավասար է 0 կետում և x հավասար է 3 կետում, այս երկու արժեքների տարբերությանը։ Տեսնենք, որ եթե x-ը 3 ենք տեղադրում, ստանում ենք 3-ի 6 աստիճան բաժանած 6, գումարում ենք 3-ի խորանարդ բաժանած 3, և պետք է հանել այն, ինչը որ ստացվում է x-ը 0 տեղադրելուց, սակայն միանգամից կարող ենք ասել, որ 0 տեղադրելուց 0 է ստացվում, ուստի ունենում ենք պարզապես հետևյալ արտահայտությունը։ Վերջինս, եթե հաշվենք, հավասար է լինելու 261 երկրորդ։ Այսինքն 130.5 այդքան կիլոմետր։ Կարող ենք գրել պատասխան 130.5 հազար կիլոմետր, այսքան անգամ 13 աստիճան կիլոմետր։ Սա ուրեմն կլինի առաջին 3 ժամվա ընթացքում տիեզերանավի անցած ճանապարհը եւ ինչպես հաշվեցինք, ինտեգրելով նրա արագությունը, քանի որ միշտ արագություն ինտեգրելով երկու ժամանակի պահերի միջև կստանանք այդ ընթացքում նրա անցած ճանապարհը։ Այսպիսով առաջի հարցի պատասխանը գիտենք եւ օգտվելով այս պատասխանից կարող ենք նաեւ հաշվել, թե որքան է եղել այդ 3 ժամերի ընթացքում մեր տիեզերանավի միջին արագությունը։ Ինչպես տեսնում ենք, արագությունը փոփոխվել է, այսինքն ժամանակի տարբեր պահերին այն տարբեր արագություն է ունեցել։ Միջինում դրա ունեցած արագությունը հավասար կլինի ընդհանուր ճանապարհին բաժանած ժամանակի վրա։ Եկեք այստեղ գրենք, այսինքն ունենք, որ 3 ժամվա ընթացքում, տեն հավասար է 3 ժամում, մարմինը անցել է այսքան ճանապարհ, 130.5 այսքան 1000 կիլոմետր։ Ցանկանում ենք հաշվել միջին արագությունը, ուրեմն միջին արագությունը v միջին հավասար կլինի ճանապարհը բաժանած ժամանակի վրա, այսինքն պարզապես 130.5 հազարը բաժանած 3 այդքան կիլոմետր/ժ, որը հաշվելով կստանանք 43.5, միգուցե մի փոքր սխալ եմ գրում, բայց ոչինչ, ահա այդքան կիլոմետր/ժ։ Եվ այսպիսով ունեցանք այս երկու հարցերի պատասխանները, օգտվելով ինտեգրալ հաշվելու
թեորեմից կամ բանաձևից։ Որպես լրացուցիչ խնդիր խորհուրդ կտանք մտածել հետևյալ հարցի շուրջ. իսկ հնարավոր է այնպես լիներ, որ երկու տիեզերանավեր միաժամանակ դուրս գային երկրից, միաժամանակ հասնեին լուսին, սակայն դրանց միջին արագությունը այդ ընթացքում երկրից մինչև լուսին հասնելու նույնը չլիներ, այսինքն տարբեր լիներ։ Հնարավոր է արդյոք այնպես լիներ, որ միջին արագությունները համընկնեին, սակայն ժամանակի 80%-ում, այսինքն ժամանակի մեծ մասում առաջինի արագությունը երկրորդինից մեծ լիներ։ Շնորհակալություն, այսքանը։